Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը սահմանում է, որ համայնքները կարող են ստեղծել մինչհամայնքային միավորումներ, եթե գյուղական բնակավայրերը ինքնուրույն չեն կարողանում լուծել իրենց հիմնախնդիրները ֆինանսների սղության պատճառով։ Լոռու, Տավուշի, Սյունիքի ու Արարատի մարզերը աղքատ ու խոցելի համայնքներում առկա խնդիրները լուծելու համար դեռ մի քանի տարի առաջ նախաձեռնել ու ստեղծել են մինչհամայնքային միավորումներ ու հիմա արդեն համագործակցում են միմյանց հետ։ Մեր մարզում հյուսիսարևելյան հատվածի 9 համայնքների գյուղապետերի մոտ այս մտահղացումը վերջերս է ծագել, քանի որ գյուղերի բյուջեները հնարավորություն չեն տալիս համայնքներում առկա խնդիրները լուծել, պետությունն էլ այդ հարցում աջակցություն չի ցուցաբերում, որոշել են միավորում ստեղծել, գտել են նաև ֆինանսավորող միջազգային կազմակերպություն ու այժմ խնդիրներն են դասակարգում։ Առայժմ մենք փորձում ենք փոքր թվականագով ստեղծել, որից հետո բաց է դռները հավանական է ցանկացողները, որոնք կընդունեն կանոնադրությունը մնացած այդ խնդիրները, որ կհետաքրքրի իրենց, մենք դեմ չենք լինի, բաց է, այնպես որ այդ թվականակը կարող է ավելի շատ մեծանա, կարող է եւ պակասի, կարող է այստեղ ներկա գտնվողներից շատերը նաեւ չհամաձայնվեն։ Կարող է 3 համայնքով էլ մենք ստեղծենք։ Counterpart International միջազգային կազմակերպությունը համաձայնել է մեր մարզում ծրագրեր ֆինանսավորել 3 տարվա համար։ Դրանից հետո մինչհամայնքային միավորումն ունենալու է իր առանձին բյուջեն, որով փորձելու են լուծել համայնքների հիմնախնդիրները, ներկայացնում է կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը։ Միավորումն իր գործունեությամբ կոչված է հաղթահարելու այն հիմնախնդիրները, որոնք մի քանի համայնքներում նույնն են։ Եթե որոշակի ժամանակահատվածում գյուղացին առաջընթաց չնկատի, ուրեմն միավորումն իր առաքելությունը չի կատարել։ Պետք է ուրեմն ղեկավարվել փոխշահավետության սկզբունքով, այսինքն բոլոր համայնքներին պետք է փոխշահավետ լինել, իրար հետ համագործակցել, ինչ որ իրենց ռեսուրսները միավորել եւ ինչ որ խնդիրներ լուծել իրար հետ, եթե փոխշահավետ չեղավ, բնական է այդ համագործակցությունը հետագայում չի ստացվի։ Կարծում եմ այդ 9 համայնքների ներկայացուցիչները ավելի կամրապնդվեն իրենց նկատառման մեջ, նպատակի մեջ եւ ավելի իրատեսական կպատկերացնեն իրենց անելիքները։ Ախուրյան, Արևիկ, Կարիգաբաց, Կամո, Կառնուտ, Հովիտ, Պասեն, Ջաջուր եւ Ջրարատ։ Շիրակի մարզի մինչհամայնքային միավորում ընդգրկվելու ցանկություն կամավորության սկզբունքով հայտնել են հիշյալ 9 համայնքները, որոնցում ընդհանուր խնդիրներ կան՝ ջրամատակարարում, գյուղական ճանապարհների վերանորոգում եւ այլն։ Սակայն մինչ միավորման հիմնումը մասնագետները նպատակահարմար են համարում փորձի փոխանակումը, ինչի համար էլ մյուս մարզերի մինչհամայնքային միավորումների ներկայացուցիչները հրավիրվել էին այսօրվա նիստին։ Ես ինքս տեղական ինքնակառավարման մարմինների ակունքներում եմ եղել, առաջի գյուղապետերից եմ Անտարովի այդ համակարգի ստեղծման պահից եւ գիտեմ դրա դառնությունները, ծանրությունները եւ հաշվել այսօր, որ արդեն իսկ լուծված է տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր խնդիրները, սխալ կլինի դա։ Մի շարք ծառայություններ կարող են ստեղծվել, որոնք չեն կարող ունենալ փոքր համայնքները, խոսքի իրավաբանական ծառայությունն է, քաղաքաշինական խնդիրների լուծումն է, ճարտարապետն է, որ ասենք բոլոր մյուս համայնքները չունեն, նմանատիպ ծառայությունների իրականացում է, կոմունալ ծառայության իրականացում է, որ կարող են համատեղ ուժերով կազմակերպենք։ Մինչհամայնքային առաջին միավորումը ստեղծվել է Տավուշի մարզում 2003 թվականին։ Միավորման գործադիր տնօրենը նշում է, թե սկզբնական շրջանում ամեն ինչ շատ դժվար է եղել, սակայն ժամանակի ընթացքում կարողացել են գտնել դոնոր կազմակերպություններ, որոնք ծրագրեր են ֆինանսավորել, որից հետո միավորումը կայացել է ու այժմ մարզի 62 գյուղերից 60-ն ընդգրկված է կառույցում։ Բայց դա չի նշանակում, որ Տավուշում բոլոր խնդիրները լուծվել ու գյուղերն էլ զարգացել են, նշում է Գառնիկ Ղալումյանը։ Շատ խնդիրներ կան, որոնց լուծման համար պետական մոտեցում է հարկավոր։ Գյուղը զարգացնելու համար այսօր պետք է կայուն բյուջե, երկիրը հարուստ լինելու համար եւ կայուն լինելու համար առաջինը պետք է լինեն համայնքները։ Համայնքների հարուստ լինելու ամենակարևոր առաջի հանգամանքն է, որ բավարար կարողություններ ունենան համայնքի թե ղեկավարը, թե աշխատակազմը, թե ավականինները, թե գյուղացիներն, ինչու՞ չէ։ Նշենք, որ Շիրակի մարզում առայժմ մինչհամայնքային միավորման ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Հնարավոր է մարզի որոշ համայնքներ եւս ցանկություն հայտնեն ընդգրկվել նորաստեղծ կառույցում, իսկ միավորման հիմնադրման համար դեռ կատարվելու են որոշ ուսումնասիրություններ ու դրա համար ժամանակ է հարկավոր։ Հերմինե Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալենյուս։